Ողջույն արգելներ, դուք ոնց որ իմ վիրտուալ ատելյեում եք եւ ես ձեր հետ կիսվում եմ իմ աշխատանքային этаպներով։ Երբ որ ես ինչ-որ մոդել եմ մշակում կարեմ, ես գծագրում եմ, այսինքն նկարում եմ ստեղծագործական էսքիզը, երբ որ մենք ենք մտածում, դա էսքիզը ինչպես պետք է լինի, ինչ փոփոխություններ պետք է կատարվի ըստ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկությունների եւ այլն։ Բնականաբար մոդելը, որը որ ստեղծագործական է, այսինքն այս էսքիզը չի համապատասխանում մեր իսկական չափերին, մեր իսկական մարմնի ձևին։ Այստեղ գեղագիտական նշանակություն ունեցող էսքիզ է։ Ընդհանուր տեսքն ենք պատկերացնում եւ այլն, բայց երբ որ մենք կարում ենք արդեն կոնկրետ մեր համար մենք հաշվի ենք առնում մեր հասակը, մեր պրոպորցիաները, արդեն այդ համամասնությունները, չափերը, թե որը մեր համար ավելի լավ կլիներ, որ մասը ընդգծենք, որ մասը ընդհակառակը թաքցնենք եւ ավելի գեղեցիկ ներկայացնենք։ Երբ որ մենք ունենք մարմնի կառուցվածք, որտեղ մոտ է ստանդարտին, մենք կարող ենք այդ հատվածներին ձեռք չտալ եւ ավելացնել այն հատվածները, որը որ շեղվում է ստանդարտից, որը որ աչքի ընկնող է, տարբերվում է։ Իմ պարագայում համար եմ կարում իմ պարագայում կորել է իմ գոտկատեղը, ինչպես ասում են, այսինքն ստացվում է իմ գոտկատեղի հատվածը ոչ այնքան արտահայտիչ է դարձել եւ ես ունեմ այդ խնդիրը, որ վիզուալ երբ որ ինձ նայում են, ես կարող եմ ուղիղ երևալ վերևից եւ այսպես իջնեմ ներքև, բայց ես ունեմ կոնքի հատված։ Ուրեմն կոնքի շրջագծում ես 104 սանտիմետր եմ, կսկի շրջագծում ես լինում եմ 96-98 նայած ժամանակ, բայց դա տանվում է այս չափերի մեջ։ Իմ հասակը 164 եմ ես համարում, բայց լինում է որ ես չափում եմ, նայած երբ եմ չափում, ոնց եմ չափում, լինում է որ ես 167 եմ, բայց հիմնականում ես միշտ ինձ 164 եմ չափել, դրա համար ես այս չափն եմ իմ համար վերցնում։ Ուրեմն իմ հասակը համարվում է միջին։ Եթե ես լինեի 158, 158-ը համարվում է արդեն դեպի կարճահասակ գնացող եւ նորմալ Հայաստանի համար։ Դա նշանակում է, եթե 158 ունեք, ուրեմն իմ ոտքերը ավելի կարճ կլիներ։ Հիմա դրա խնդիրը իմ մոտ չկա, այսինքն ես ունեմ այնպիսի չափեր, որ կարող եմ ինձ թույլ տալ ցանկացած երկարություն։ Եթե լինեմ 158 եւ ցածր եւ ունենամ օրինակ L չափը, ես պետքա մտածեմ արդեն, թե որտեղ բարձրացնեմ իմ այդ գծերը, ոնց ընդգծեմ եւ այլն, որպեսզի հանկարծ իմ ոտքերը L ավելի չկարճանան։ Այդ ամեն ինչը մենք պետք է քննարկենք եւ հաճախորդել եւ մեր համար։ Ուրեմն, սա ստեղծագործական էսքիզն է, որտեղ ես մտածել եմ, որ իմ վերևի հատվածը պետք է ընդգրկող լինի, որտեղ ես այստեղ ամբողջությամբ ստանդարտ եմ, չունեմ ինչ-որ մի տեսակի տենց խնդիրներ, իմ բազուկի հատվածը, ուսի հատվածը, թեակների հատվածը նիհարիկ է, ու համեմատած այս հատվածի, որը շատ աչքի ընկնող է, դրա համար այս հատվածը ես կարող եմ որպես առավելություն ընդգծել։ Ընտրելով ավելի կլասիկ տարբերակ, ցույց տալով իմ ուսերի, օրինակ, նրբությունը, այդպիսով ես ինձ նրբություն կհաղորդեմ, իսկ եթե ես ունենայի ավելի արտահայտիչ բազուկի շրջակից, իսկ կա, որ այստեղ թևի այս հատվածը բազուկի շրջակից, այսինքն այստեղ նիհարիկ են ամբողջությամբ, բայց բազուկները ավելի թմբլիկ է, այդպես ասեմ, այդ դեպքում մենք արդեն պետք է մտածենք, որ օրինակ սա կարող է լինել, կամ պետք է կոնկրետ մարդու համար արդեն մտածենք, որ գեղեցիկ լինի։ Ուշադրություն ենք նայում թեակներին, դարձնում ենք մեծ ուշադրություն դրան, որովհետև եթե թեակները լայն են, մեջքից ուրեմն շարժվելու ընթացքում մենք պետք է մոդելը մտածենք այնպես, որ այդ հատվածում ունենա կտրվածք, որ կարողանա մարդը ազատ շարժվել եւ անդադ հետո այդ պատրված հատվածները չգնա կարի, որտեղ թևի հատվածում անդադ կպատրվի, եթե մենք սահմանափակենք շարժումները։ Դրանք այն մտքերն են, որ ես կուզենայի իրագործել, սա ուղիղ թև է, ուղղակի այստեղ ինչ-որ ձևավոր հետաքրքիր բան կամ ընդհակառակը ծավալով այս հատվածը։ Իմ համար ամենակարևոր բանը դա ընդգծել իմ գոտկատեղի մակարդակը որպես նրբություն, որը ես չունեմ, եւ որպեսզի դա ստանամ, ես մտածում եմ, որ ստանամ ավելի այսպես կլորավուն ֆորմա, բայց այնպես, որ դա չազդի իմ բոյի վրա, այսինքն ես չկարճացնեմ ավելին, որտեվ ես հագնում եմ տափակ ոչ այնքան բարձր կամ առանձին կրունկով բատինկաներ, այդպես ասեմ, աշնանային, որ դա պետք է մտածել, այսինքն ոչ շատ արտահայտիչ, բայց ներքև իջնող այսպիսի մոդել։ Հնարավոր է պրեմիերկայի ժամանակ ես մտքափոխվեմ, դրա համար կա այսպիսի երկու տարբերակ, սա որպես փորձված տարբերակ ես այսպեսին արդեն կրել եմ, փոքր ռելիեֆային կար ուրիշ, սա որպես ցանկալի, որ ես կուզենայի ստանալ, այստեղ ռելիեֆային կարը գալիս է եւ այսպես է գալիս եւ վերջանում գոտկատեղի մակարդակում։ Իսկ այս հատվածը, այս կարը ինձ թույլ կտա, որպեսզի ես ստանամ այս ֆորման, ոչ միայն կոնքերից, այլ ընդհանուր ֆորմա ստանամ, այսպես տյուլպանի նման։ Մտածում ենք նաև այս կտրվածքների մասին, կտրվածքի տեղը չպետք է լինի այնտեղ, որտեղ որ մեր թևը ակտիվ շարժվում է։ Եթե ուզում ենք մի քանի տարի երկար կրենք մեր հագուստը, այլ ոչ թե մի տարի կրենք ու այս հատվածում ստանա այդպիսի ծանրաբեռվածություն ու հետո ասենք, որ ինչպես մշակենք, որ այստեղ հանկարծ որտեղ մենք կտրում ենք սուր հատվածները, թողնելու 1 մմ ու չբացվի կամ, չգիտեմ, 1000 անգամ չկարենք, հետո վերանորոգենք ու տեսքից գցենք, ոնց են ասում։ Դրա համար բոլոր այսպիսի կտրվածքները պետք է լինեն մտածված կոնստրուկտիվ մոդելավորման ժամանակ դրանք պետք է պարտադիր ճիշտ տեղում լինեն հանգույցները։ Եթե տեսնում եք, որ կտորը թույլ չի տալիս, ապող տեղ ունի, ապա միայն կարովի առանձին թև պետք է լինի։
Ես այսպես քննարկեցի, որ դուք պատկերացնեք, թե ինչքան եմ ես քննարկում, նույնիսկ իմ չափերը, հաճախորդին էլ չասեմ, ինչքան շատ ավելի շատ նախքան նախագծելը։ Ամեն ինչ որոշվում է, ֆորման, ձևը, կարերը, ամեն ինչը որոշվում է։ Եթե հարթական մասեր կա, դա նույնպես թողնում ենք, բայց նախագծում ենք միայն բազային հիմքը եւ հետո նոր անցնում կոնստրուկտիվ մոդելավորման, ու հետո նոր անցնում ենք տեխնիկական մոդելավորման։ Հիմա этаպներով անցնենք։ Այս տեսամիջի մեջ երկար բան չեմ կարող տեղադրել, ցույց կտամ, թե ինչպես եմ ես նախագծելու այս իմ գրքի մեջ նախագծումը զգեստի համար է տրված որպես ուսումնական օրինակ, թե ինչ հաջորդականությամբ ենք մենք նախագծում։ Բայց ես ցույց կտամ, թե ինչպես եմ ես այդ գիտելիքները կիրառում եւ նախագծում ցանկացած վերևի շերտի հագուստ, այսինքն երկրորդ, երրորդ շերտի հագուստ, դա պիջակն է, ժակետն է, բանն է, վերարկուն, որը կարող է լինել աշնանային, գարանային եւ ծմերային։ Այստեղ մի փոքր գրքից գովազդ, քանի որ իմ ոչ մի նյութը ընդհանրապես ոչ մի տեղից ես չեմ մոնետիզացվում, դրա համար ես աշխատում եմ գրքի վաճառքով, նյութերի պատրաստմամբ, դասընթացների, չգիտեմ, մաստեր կլասների, այդ տարբերակով եմ ես կարողանում գումար վաստակել, այդպես ասեմ, եւ մոնետիզացվել, այսինքն ունենամ աշխատանքի հնարավորություն, որտեղ եթե ես աշխատեմ ուրիշտեղ, ապա ոչ մի YouTube իմ կյանքում չի կարող լինել, ուրեմն գիրքը վաճառվում է, ես այն հավաքում եմ բրոշուրատրով, բրոշուրատորը այդ որ sense անցքեր է անում եւ այսպեսի պրուժինով հավաքում եմ ես, բակի պրուժինների տարբեր տեսակներ են լինում, այս պրուժինը այսպեսին է, ես կարում եմ միլիոնակ չէի կարում, բայց հիմա կարում եմ այստեղ, որ դուրս չգան այս հատվածներից։ Ուրեմն, այստեղ հագուստի նախագծում է կորսետ դասական, ինչ կա միայն բազային հիմք է, դասական է, այն առաջնային տարբերակն է։ Դասական կորսետը, գրացիան մինչև կոնքի մակարդակ, կիսաշրջած գեստ եւ տաբատ, այստեղ երկու մեթոդով է, սոտոշել եւ M-կոսետ, երկուսն էլ M-կո են, ռուսական մեթոդներ են։ Այս մեթոդները դեռևս շարունակում են դասավանդել Ռուսաստանում, ուսումնասիրում է սրանց վրա, ստեղծվում է նորանոր բաներ։ Հիմա հասանք այս զգեստի բաժինը, որը մեր համար վերևամասի նախագծում է։ Կարևոր բան։ Օրինակ ես չունեմ իմ համար չափ վերցնող։ Եվ քանի որ ես շատ մոտ եմ, իմ հասակը 164, կրծքի շրջագիծ 96, կոնքի շրջագիծը 104, իսկ սա մեր 48 չափն է, ստանդարտ եւ միջազգայինով L, կարող է լինել որոշ տեղերում XL, բայց ոչ ավելի։ Խոսքով LXL, հիմնականում L-ն է սա։ Միակ տարբերությունը ստանդարտից, այս ստանդարտ չափից միակ տարբերությունը դա իմ գոտկատեղի շրջագիծն է։ Մնացած շրջագծերը ամբողջությամբ համապատասխանում է, բացի գոտկատեղի։ Գոտկատեղը իմ մոտ տատանվում է։ Այն տատանվում է 85-ից 90, նայած իմ շատակերությանը լինում է նաև 92, բայց եթե ես լավ աղջիկ եմ լինում, դառնում է նաև 90-82, այսինքն ահա այսպես կարող է տատանվել։ Եղանակն էլ կապ ունի։ Խոսքով, դա իմ առանձնահատկությունն է եւ ես դրա վրա աշխատում եմ։ Հիմա ես համապատասխանում եմ, դա ինչ է նշանակում, որ բացում են գրքի վերջը, այսպես գալիս են գրքի վերջը եւ տեսնում ենք ահա այսպիսի տաբլիցա, կոնկրետ սոտոշլի համար գրված է։ Սոտոշլի համար առաջարկում է 44-ից մինչև 60 ռազմերը։ Այսինքն SM 44 իրականում SK է, 46-ը արդեն real M է։ 48-ը դա ես եմ։ Իդեպ ասեմ, կարող ենք այստեղից ընտրել, կարող ենք այստեղից ընտրել, բայց սա արդեն M-գո սեդն է, որը մի փոքր այլ թվային արժեքներով է եւ այլ չափեր ունեն։ Այստեղ հայերեն հապավումներն են, բայց կազմի այս դրսի մասով կա նաեւ ռուսերեն հապավումները, եթե դուք այդպես եք սովորել հապավումները։ Դրան չեմ անդամում։ Մենք խոսում ենք հիմա ֆոտոշոպի մասին։ Հասակը 164 է առաջարկվում, ուրեմն ես վերցնում եմ այստեղից։ Կարեք որ երկար է ստացվում, բայց սա աշխատանքային տարբերակ է, ես ուզում ցույց տամ, թե ինչպես եմ ես աշխատում։ Այսպեսի թուղթ ես դնում եմ իմ գրքի հետ, միայն այս թուղթը, բայց շուտով կտեղադրեմ նաև հաշվարկների այսպեսի մի հատ ֆայլ, որը դուք կարող եք տպել եւ ունենալ։ Զգեստի հիմքի համար հանել եմ ամբողջ տեքստից բանաձևերը։ Երբ որ մեկ անգամ գծագրեք, լավ կլինի 10 անգամ, որտեղ կհիշեք այդպես ու էլ գրքին չեք նայի։ Քանի 10 անգամ չեք արի գրքին նայելու եք անդադ։ Հետո արդեն, երբ որ դուք ամբողջ գործողությունները ձեր մոտ ավտոմատացրել եք, դուք կարող եք արդեն այստեղից աշխատեք, նայեք եւ աշխատեք։ Ուղղակի գրեք այստեղ, լրացնեք ձեր չափերը տեղադրեք, արժեքները ու միայն հատվածը եւ արժեքը նայեք։ Հավելումները, այսինքն ավելացումները, որ տրվում են որոշակի հատվածներին, այստեղ դրված է զգեստի համար, բայց մենք այն կարող ենք փոխել պիջակի կամ վերարկուի համար։ Պատմփոսում չէ, բայց նադա։ Ուրեմն, ես ընտրում եմ իմ համար, ես ուրեմն հասակս 164, կրծքի շրջագիծ 96, կոնքինը 104, ստանդարտ է դա իմ։ Ուրեմն ես 48L։ Այսա, այսպես ոնց կա, նայում եւ գրում եմ։ Ինձ համապատասխանում է, եթե օրինակի համար չհամապատասխաներ, ես որոշակի չափեր կստուգեի եւ կտեսնենք, այն ինչ որ ես կարող եմ մենակովս անել։
Իսկ շրջագծերը կարող ենք անել սա միշտ իմը։ Ուրեմն շրջագծերը այս կրծքի կիսաշրջագիծը լավ կլինի գրեք ոնց կա այստեղ, որտեղ շատ դժվար չափ է վերցնում, գիտու ինչի ստացվում։ Դրա համար ես գրում եմ ահա այսպես, հիմա կբացատրեմ թե ինչպես կարելի է կլորացնել այս թվերը։ Սա նույնպես կրծքի կիսաշրջագիծ երկուսը նույնպես վերջեք ստանդարտից, կրծքի շրջագիծ, կիսաշրջագիծ 3-ը կարող եք ինքնուրույն չափել, սա հորիզոնական հարթության վրա է։ Այստեղ սխալ բան եմ անում, չէ, սա 48 Ոտկատեղի շրջագիծը միշտ մերը, գրեմ 90, հետո կճշտեմ։ Կոնքի շրջագիծը անկախ մեր գոստերից միշտ գրում ենք մերը։ Այս լայնությունները, եթե ակնհայտ ունեք թեակների լայնություն, ուրեմն կամ առաջամասի լայնություն, ուրեմն չափում եք ձերն եք գրում։ Եթե չունեք, աչքի ինքնող պետք է լինի դա, եթե չունեք, ուրեմն գրում եք այնպես ինչպես որ կա։ Ես գրում եմ այնպես ինչպես որ կա, իմ մոտ համապատասխանում է։ Փորձված է։ Ես հիմա մինչև վերջը չտամ, այսպես գրելու եմ բոլոր այս չափերը այստեղ։ Գրելուց հետո մենք արդեն աշխատելու ենք այս չափերով։ Ուրեմն, եթե իմ հասակը լիներ ցած, այսինքն 158 լիներ, 152 լիներ, բայց այստեղ չկա, այդպեսի հասակի համար, կամ ընդհակառակը լիներ ավելի բարձր հասակ, այսինքն լիներ 168, 170, այստեղ նույնպես չկա այդ հասակը։ Ուրեմն, տեսնեք այս ամբողջ թվերը։ Եթե բարձր դեպի բարձր է, ապա օրինակի համար 43.7 է, հանգիստ կլորացրեք 44, 39.2 է, բարձրի դեպքում, կլորացնում եք 39.5, դեպի ցած գնացող օրինակ 158, 152, 155, 39, 38.5, այսինքն իջացրեք թիվը, կամ 2-ով, կամ -3-ով, 0.3-ով նկատում միլիմետր։ Այսինքն այս կողքի թվերը հարմարացրեք արդեն ձեր չափին։ Ֆանտազիայի պետք է այստեղ շատ, ինչպես ասում են, ֆանտազիրovat անել, այնպես որ աշխատեք, շատ չկլորացնեք։ Օրինակ 17.9-ը դարձնեք 19, այդտեղ շատ չէ, էլի, մի քիչ միլիմետրներ ընդամենը։ Չէ, կստանաք լայն չնստող հագուստ, պետք չի մեկ էլ չափ վերցնելու ձեզանից հավելումներ ավելացնեք այստեղ, որովհետև այդպես եք ուզում որ լինի լայնությունը, որովհետև մենք գծագրման ընթացքում ենք ավելացնում։ Եթե նախորոք ավելացրեցիք, լայն եք ստանալու, մեծ եք ստանալու ու չի ստացվելու ձեր մոտ։ Դրա համար ոչինչ մի ավելացրեք ձեր հիմնական չափին, ոնց կա։ Ավելորդ բաներ պետք չի անել, ոնց կա։ Չափերի նկարագրությունը ամբողջությամբ կա, կարող եք նայել չափել եւ այլն։ Հիմա անցնենք հիմքին։ Այս բոլոր չափերը գրեցի այստեղ։ Հաջորդ թերթիկը, որոշտոք տեղադրեմ Telegram-ի ալիքին, ես բոլորին տալիս եմ հնարավորություն իմ հետ կապը պահպանել, տալ հարցեր։ Ուրեմն հաշվարկներ, այստեղ ուրեմն գեստի համար նախատեսված է 5, այստեղ 5 է նախատեսված, կարող ենք 4 ամբողջ քանիս ընտրել 5 օրինակ, բայց առաջարկում են այստեղ 5 սանտիմետր որպես լայնություն գեստի համար։ Կիսա ընդգրկողը դա այն ուսումնական սիլուետն է, այդպես ասեմ, որ կարելով փորձանմուշ դուք հասկանում եք ընդգրկողը ոնց կստացվի ու լայնը ոնց կստացվի, որտեղ կիսա ընդգրկողը դա ոչ լայն է, ոչ ընդգրկող է, ոչ նեղ է, երբ որ կա մարմնի եւ հագուստի միջև օդային տարածք, այսինքն ինքը տենց կիսա ընդգրկող է։ Հիմա ես նախագծելու եմ կիսա ընդգրկող պիջակի ժակետի այս չափով, բայց այն իմ համար վերարկու է աշնանային, դրա համար նայեք, կիսա ընդգրկողը, եթե տեսնեք այստեղ եւ տեսնեք այստեղ, կիսա ընդգրկողը 5-ից 8 է, այստեղ վերարկուն 6-ից 9 է։ Եթե ես ընտրեմ 6-ը, կստացվի վերարկուն որպես ընդգրկող կիսա ընդգրկող, իսկ պիջակը կստացվի հենց կիսա ընդգրկող։ Ոտակ։ Ուրեմն, վերնահագուստ նախագծելու համար ընդհանրապես բազային գծագրի վրա փոփոխվում է տելներս, փոփոխվում է միայն ավելացումը։ Այն ավելի շատ է։ Դա նշանակում է, որ հագուստը ունի եւս մի շերտ տակից հագնող, այսինքն կարող այստեղ լինի վադալասկա, գործած բլուզочка, հա, այսպեսին ծավալով։ Այսինքն կա ներքնազգեստ, դա մեկ շերտ, կա երկրորդ շերտը, սա էլ արդեն երրորդ վերնահագուստ է, սա էլ երրորդ շերտն է։ Ընդհանրապես դրա համար ենք տալիս այդ ավելացումները։ Զգեստը համարվում է երկրորդ շերտի։ Ներքնազգեստ եւ զգեստ։ Կարող է լինել նաեւ առաջին միանգամից զգեստ։ Ուրեմն ինչ որոշեցի, որի մոտ ավելացումը այս լայնությանը, այս հիմնական կիսամասին, ես տալիս եմ ոչ թե 5 որպես զգեստի համար, այլ տալիս եմ 6։ 6-ը նորմալ է։ Ես կարող եի նաև տալ 7, ուղղակի 7-ը գիտեմ, որ մի քիչ մեծ է ստացվելու իմ համար, որտեղ ես կուզենայի վերարկու, որը ընդգրկող կիսա ընդգրկող է, իսկ ժակետ պիջակ, ու մեր դեպքում ժակետ կիսա ընդգրկող։ Դրա համար 6 սանտիմետր։ Ես տալիս եմ կիսամասին, մենք կիսամասն ենք նախագծում, մեջքի կիսամաս, առաջամասի կիսամաս։ Հիմա ես չեմ գծագրում, ուղղակի ցույց եմ տալիս, որտեղ գծագրին էլ առանձին մի հատ տեսանյութ կլինի, որը բավականին էլի ծավալուն է։ Դրա համար ես հիմա չեմ ուզում խառնեմ այս տեսանյութի մեջ եւ ուղղակի ուզում եմ ասեմ, որ գրելուց գրում ենք ահա այսպես, օրինակ հատվածը AA1, AA1-ը դա տեսնում ԱԱ1, դա այդ
ընդհանուր լայնությունն է մեջքի, այստեղ թևատակ, այստեղ առաջամասի այս կիսամասերն։ Այս ընդհանուր լայնությունն է, որտեղ կա մեջքի լայնությունը, թևատակի եւ առաջամասի լայնությունը։ Դրանք բոլորը կես-կես չափերով։ Այդ լայնությունների ընդհանուր ես հիմա պետք է բաժանեմ իմ այս ավելացումը։ Ավելացումը ինչպես են բաժանում։ Բաժանում են այսպես գեստի համար, իսկ ինչպես են բաժանում պիջակի համար կամ վերարկուի համար։ Սա էլ ասեմ այստեղ ու ամփոփեմ սա ու փակեմ այս վիդեոն։ Հաջորդ վիդեոյի մեջ քիչ կտամ արդեն ինչպես եմ հաշվում եւ այլն, նախագծում։ Ուրեմն ինչն է հետաքրքիր։ Եկեք այստեղ չտամ։ Նայեք, իրար վրա եկող այսպեսի մի հատ շալանման նոտիկով վերարկու է լինելու։ Ես կարող եմ այստեղ գրել շարֆ, այստեղ ներսից, այսինքն ունենամ այսպեսի ծալքեր, դարսեր ներսում եւ ունենամ բարձրություն այս հատվածում։ Իրար վրա եկող հատված է, գալիս է փակվում է այս հատվածում, կարող ենք հանգիստ տեղափոխություն անել, ասենք օրինակ, նայեք, դա մեջքամասի 0.3 անգամ մեր այս ավելացում, օրինակ 0.3 անգամ, ինչքան ենք ավելացնում բրակետի համար 6, ուրեմն անգամ 6, 0.5 անգամ 6 եւ 0.2 անգամ 6։ Հիմա որ ստանանք, մենք կստանանք զգեստիա, հա, այսպես։ Իսկ եթե տեղափոխենք մեջքի եւ առաջամասի, ապա առաջամասից մենք կստանանք մի քիչ շատ, քան մեջքը։ Մեր պարագայում կլինի նորմալ։ Պատկերացրեցիք, որ ինչ է ուզում ասեի, որ առաջամասին ես չեմ տա ամենակիչը, ես կտամ մի քիչ շատը, քան մեջքինը։ Հաշվեմ կալկուլյատորով, ուրեմն 0.3 անգամ 6։ Դա նախատեսված է զգեստի դեպքում 1.8, որ ես տամ մեջքին, դե 6-ը կեսը դա 3-ն է, առաջարկվում է թևատակին, իսկ առաջամասին առաջարկվում է 0.2 անգամ այդ 6-ը, 1.2 ես տեղափոխում եմ, այսինքն այս 1.2-ը ես կտամ մեջքին, այսպես 1.2-ը, իսկ 1.8-ը ես կտամ առաջամասին, դա միայն այն դեպքում, երբ որ մենք ցանկանում ենք, որ մեր առաջամասի այս դետալը լինի մի փոքր մեծ, որովհետև ցանկանում ենք այստեղ կրել, չգիտեմ, շարֆային աքսեսուարներ, չգիտեմ, բարձրություններ եւ այլն։ Եթե ուրիշ դեպք է, ապա նախագծեք այնպես, ինչպես ուզում եք։ Օրինակի համար, տեսնեք, այստեղ կնոպկաներ եմ նկարել։ Հնարավոր է, որ այս պարագայում պետք չլիներ դա։ Ավելի լավ լիներ ոնց կա զգեստի պարագայում ոնց առաջարկվում, այդպես էլ անեմ։ Ես դա կորոշեմ ընթացքում, բայց սա ի նկատի ենք ունենում, որ կարող ենք տեղափոխել։ Վերլուծում ենք ինքնուրույն։ Չկա ինչ-որ մեկը, որ ասի սա ճիշտ է, սա սխալ է, նա արեք, նա մի արեք, սահմանափակեք, մի սահմանափակեք, ավելի ճիշտ։ Չսահմանափակեք ձեր հնարավորությունները, ստեղծագործեք, մտածեք եւ վերլուծեք, որտեղ մենակ այդ վերլուծությունների խաչունի դեպքում ստացվում է ինչ-որ ստացվում է ձեր մոտ։ Եթե տեսնում եք, որ թիկներ եք, ձեզ ուզում եք, որ այդտեղ ազատություն լինի, որտեղ մարդկան նեղվում է, որ իր թևերի հետ հատվածը մի քիչ նեղ է ստացվում, ապա կարող եք, չնայեք այս սրան, ինչ ստացել եք, օրինակ 1.2 եք ստացել, դարձրեք 1.5, 1.8 է այստեղ, դարձրեք 2, դարձրեք 3, կամ ուզում եք մի քիչ լայն լինի թևը, 3.5, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ կստանամ այստեղ, մի քիչ լայն որպես պիջակ, եւ ուղիղ դեպքում հանգիստ կարող ենք օգտագործել, իսկ վերարկուի դեպքում հաստատ կիսաանգրկող եւ կարելի է հաստ գործած բլուզ կահակնել տակից։ Հուսով եմ իմ էմոցիոնալ բացատրությունը ձեզ կօգնի չվախենալ այս հավելումների, այս ավելացումների տեղաբաշխումից եւ ավելի ազատ կստեղծագործեք։ Հաջորդ տեսանյութի մեջ ես արդեն կսկսեմ իմ չափերը տեղադրել այս սրանց մեջ եւ ուղղակի հաշվել։ Ընթացքում ես դա մի անգամից չեմ անի, այլ ինչպես նախագծում եք այդպես։